Ողջույն Անահիտ, ինչպե՞ս ես։ Ողջույն, լավ, Շատ լավ։ Ես գիտեմ, որ դու մասնակցել ես բազմաթիվ միջազգային մրցույթների։ Կպատմես մի փոքր դրանց մասին։ Մասնակցել եմ այո տարբեր միջազգային մրցույթներին։ 2012 թվականին մասնակցել եմ երկու բարեկամության կամուրջների մրցույթին, հաղթել եմ, դարձել եմ դափնեկիր, նաև արտերկրում եմ տարբեր համերգներ տվել, փառատոների մասնակցել։ Օրինակ այս տարի ձեզան խմբով գնացել եմ Իսպանիա, մասնակցել եմ միջազգային փառատոնի ու արժանացել ենք ոսկե մեդալի։ Որոշել ես երգչուհի դառնալ, թե դա պարզապես քո հոբի է։ Երգը իմ կարծիքով հոբի կլինի, որովհետև ավելի շատ գնում եմ բժշկության ուղղությամբ, բայց թե շատ եմ սիրում երգելու ու հաստատ չեմ թողնի։ Ինչպես եղավ, որ սկսեցիր երգել։ Դե ձեզան խմբի տնօրենը մայրիկս եմ, փոքրուց շատ եմ սիրում երգելը, երևի 2 տարեկանից արդեն սկսել եմ երգել, բայց ավելի պրոֆեսիոնալ զբաղվել եմ, երբ եկել եմ ձեզան, 6 տարեկանից եմ։ Հետաքրքիր է, ովքեր եք ես աջակցում այս ասպարեզում։ Մայրիկս Զանետյան Բազյակ, ինձ միշտ օգնում է փոխանցելով բանը։ Քո կարծիքով ի՞նչը պետք է երգչուհի դառնալու համար։ Իմ կարծիքով լավ երգչուհի դառնալու համար պետք է լավ ձայն ու կրթություն։ Բացի երգից էլ ինչով ես սիրում զբաղվել։ Դե քանի որ որոշել եմ բժշկական համալսարան, արդեն զբաղվում եմ տարբեր ոլորտներով, Եթե կուզես այո։ կենսաբանություն, բարով, քիմիա, ֆիզիկա։ Այո։ Ինչ երաժշտություն ես դահլիճում լսել։ Այո։ Առաջիկա ինչ նորություններ սպասենք։ Հոկտեմբերի 15-ին հայրենական միության 15-ամյակն է, շատ գեղեցիկ համերգ եմ անելու, երբ ես էլ եմ մասնակցելու, երգելու եմ և նորել։ Շնորհակալություն հաճելի զրույցի համար։ Դե քեզ մաղթում նորանալ հաջողություններ։ Տեսություն։